ընթացքում մեր խնդիրներն է կլուծվել։ Սահմանափակումների մասին խոսեցիք Ռուսաստանի կողմից կիրառվող այդ սահմանափակումների մասին խոսեցիք, ինչպիսին կլինի այդ խնդրի հանգուցալուծումը, եթե դուք գաք իշխանության։ Նախ այն կախվածությունը պետք է նվազեցվի, միանշանակ, պետք է իջեցվի, այսինքն կախվածություն չպետք է լինի մեկ երկրից, սա միանշանակ է։ Երկրորդը, պետք է հստակ հարցեր կան Ռուսաստանի հետ հարաբերությունները պարզ չեն, դրանք բարդ հարաբերություններ են, ես միշտ նշել եմ, ես հարցեր ունեմ Ռուսաստանին, մեր կապված սկսած Արցախից մինչև Ջերմուկի նկատմամբ հարձակումների ժամանակ, ինչպես եղավ, որ Ռուսաստանը չմիջամտեց, ինչպես եղավ, որ Արցախում խաղաղապահներ կային, մեր հայրենակիցները այդ հուսով վերադարձան, չեղավ անվտանգություն, բայց տեսեք, այստեղ ակնհայտ է ինձ համար մի կարևոր սկզբունքային հարց եմ ուզում նշել։ Այս ամենը այս իշխանությունների, գործող իշխանությունների Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ձախողումների արդյունքն ենք, որ այսօր մենք ունենք, քաղում ենք, զգում ենք մեր վրա, բայց մենք պետք է նստենք ռուս գործընկերների հետ, հասկանանք, մենք իրավունք չունենք կապեր խզել, սա այլ ասեմ։ Մենք ունենք տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք խոպան են գնում, աշխատում են Ռուսաստանում, իրենց ընտանիքն են պահում, ռուս հայ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը կամ մշակութային կապերը եւ այլն, ու առասարակ Հայաստանը իրավունք չունի որևէ մեկի հետ կապեր խզել կամ աշխատի հանուն Եվրոպայի ընդդեմ Ռուսաստանի, հանուն Ռուսաստանի ընդդեմ Եվրոպայի։ Մենք պետք է աշխատենք հանուն մեր երկրի շահերի։ Սա լինելու է մեր գլխավոր քաղաքականությունը։ Բավականին լարված մթնոլորտում է ասում է Սան Քաուզարշավը։ Փաշինյանը դիմադիր ուժերին է թիրախավորում, տարբեր բառերով է նրանց մեկնաբանում, նաեւ ասում է պատերազմի եռագլուխ կուսակցություն։ Դուք ինչպես կմեկնաբանեք, կա այդպիսի Դիմացեք, հալետ մյուս հարցը ձեր եմ պատասխանելու անարդարացիա։ Նախ մի բան ասեմ, ժողովուրդ ջան, մեր քաղաքացիներին, տեսեք, ուրեմն բոլոր իմ հարցազրույցները կարող եք նայել։ Ես քաղաքականության հայտը ներկայացել եմ ամիսներ առաջ, այսինքն այնպես չամբողջ կյանքում եղել եմ քաղաքական գործիչ, քաղաքականության մեջ, բայց դուք հələ տեսեք, ես ինչ դիագնոզ որ դրել եմ, ինչ ասել եմ ամեն ինչը հատիկ եղել է։ Ասել եմ նախկին նախագահներից որևէ մեկը չպետք է, եթե ուզում ենք որ Նիկոլ Փաշինյանը չունենա հաղթաթղթեր, չպետք է որևէ նախկին նախագահներից մեկը դնի տեխնացությունը։ Ասել եմ, հիմա ինչա տեղի ունենում, ինքը ամբողջը կառուցել է էլի այդ Նիկոլ Փաշինյանը այդ նախկին ներկա թեմայի վրա, մինչդեռ ինքը հենց նախկին է, իր էությամբ։ Ասել եմ, որ մենք եթե ունեցանք այնպիսի ուժ, որը ռուսական նույն օրինակ Սամվել Կարապետյանից հետ կապված չէ, քաղաքացիության փաստի եւ այլն ուժով, որ Ռուսաստանի նախընտրածն է լինելու, Նիկոլ Փաշինյանը կառուցելու է իրեն դիրքավորելու է որպես Հայաստանի փրկիչ, որպես Եվրոպա մեծ, Ամերիկա մեծ, որովհետեւ ընդդեմ Ռուսաստանի է աշխատելու, ասել եմ, լինում է դա, լինում է ամբողջ օրը այս իշխանությունը ինչ է անում, անամոթի պես, լկտիավարի, բայց դա իրանց քաղաքական կեղտոտ շահերի համար թիրախավորում են, չէ, անընդհատ Ռուսաստանի քաղաքացիության հարցեր են շահարկում, էս են անում, բոլորին լրտեսներ են կոչում, ագենտներ, Դո մեզ էլ են ուզում այդ բոլորին, ով կա չկա Հայաստանում, բոլորին ուզում են ընդդիմադիր մարդկանց դրա մեջ ներառեն, ինչի, որովհետև նրանք քաղաքական, իրական օրակարգերից 0 են, մինուս, ստե չկա ոչ մի բան, հասկանում եք, եկեք ես մի բան էլ ասեմ, նայեք, նրանց քաղաքական հենասյուները 3-ն են, ես ամիշտ ասել եմ, նախկիններ, այդ թեման, եկեղեցի եւ ռուսներ։ Այս 3-ը տակից դու հանում ես նրան չես տալի հնարավորություն, նա փլվում է, չունի ոչ մի բան։ Ռուսներից էլ իհարկե անասնական վախ ունի։ Ես սա շատ եմ զգացել եւ այս ամենի հիմա մենք գիտեք տրամաբանությունը պետք է փոխենք։ Նորից եմ ասում, ասենք ինքը ինչ է անում, տեսեք ինքը մեղադրում է, որ Ռուսաստանի նախընտրած տեխնացուն, Ռուսաստանը աջակցում է, բայց իրեն էլ են աջակցում օտարները ու ինքը տղամարդկություն չունի այդքան։ Այսինքն ուր անդե տղամարդկություն, ղզիկի պես հելնում է հլնայեք ինչեր է անում, գոռում է, խոսում է բան, ամբողջ էմոցիոնալ մարդ են։ Ինչ էմոցիա այստեղ կապած հարցա։ Հա բոլոր մարդիկ էլ էմոցիաներ, ես կարող եմ հիմա էմոցիա չեմ արտահայտում, էմոցիոնալ մարդիկ են բոլորը, բայց դու ինչ ես ընկել, այստեղ մա տղամարդկություն էլ մեջը չկա, այ մարդ։ Դու եթե մյուս կողմից Ռուսաստանն է մենակ, դու էլ ես մյուս կողմից ընկել ես քո քերիներին, հոպարներին, այն գլխավոր պապան էլ Ալիևն է, որը Բաքվում նստած է, աշկիսն են ցարինելու, վերջում էլ այդ գլխավոր պապան է գալու մի հատ, իր համար ստե քարոզարշավ անի։ Ինչ է անում, օրինակ Ամերիկայի պետքարտուղար Մարկո Ռուբիոն է գալիս, Վենսն է գալիս, Մակրոնն է գալիս, ինքը այնքան գնահատում եմ շատ վատ մեր պետականության տեսանկյունից, ստեղ իշխանություն չկա ընդհանրապես, տղամարդկություն ունեցող իշխանություն չկա,
թասիբ նամուս ունեցող իշխանություն չկա, որտեղ այս իշխանությունը հիմնվում է ընդհանրապես իր այդ ցանկալի բան օտարների վրա, նայել իրան, բայց elə տեսեք ինչ աֆերիստ են։ Բանը ասում են թե մենք իբր sense ուզում են ցույց տան, իրենք Ֆրանսիայի մետ են, Եվրոպա մետ են, Ամերիկա մետ են, то այդ ընդհանրապես պետք է Հայաստանը մետ են քլեդի մի կողմ, բայց դուք ընդհանրապես ի՞նչ կապ ունեք Եվրոպայի հետ, Ամերիկայի հետ։ То դուք եթե հանգարց Ուզբեկիստանից չնեղացնենք, ես ընկերներ ունեմ Ուզբեկիստանից, բայց եթե Ուզբեկիստանը օրինակ դուք վաղս գաք ձեր քաղաքական բանի գոյության համար կարևորը, դուք ամբողջ օրը ուզբեկամոլ եք դառնալու, այ ուզբեկամոլներ, ձեզ դրանից ոչինչ չի մնում, եղավ Մոզամբիկը, դուք Մոզամբիկամոլ եք դառնալու, որտեղ ձեր համար ամենակարևորը ձեր ինստինկտն է, դրա համար մեր ժողովուրդը շատ զգացել է, որ ընդհանրապես մենք այս իշխանությունները, այս վանդակը, որ գծել է, մենք սրանից պետքա դուրս գանք, հասկանում եք, տրամաբանությունը ստեղ պետքա փոխվի ամբողջությամբ եւ նրան մենք չպետք է տանք այդ հնարավորությունը։ Նա էմոցիոնալ մարդ չի, նա խորամանքի պես, այսինքն խորամանկ ձևով, հատուկ, նախապես, այս ամեն ինչը լավ, մշակելա, քայլերով գնում է առաջ, շատ աֆերից ձևի, իր հանուն, իր քաղաքական շահերի, որովհետև ստեղ մենք ունենք պրոքսի իշխանություն, Ադրբեջանի պրոքսի իշխանություն։ Սա է ադրբեջանականությունը թաքցնում է այս իբր ռուսական բան, այն մյուս կողմը արդյոք օգտվում է ընդդիմություն ունի ռուսական, դրա համար այդ եռագլուխը, որ շեղվեմ, այդ եռագլուխ դև, որ ասում է, չէ՞, ընդհանրապես այդ դիսկուրսը ինքը ինչա մեջտեղ բերե, իրեն ձեռնտու է դա ու ամեն օր խոսում է դրանից, չէ՞։ Հələ դևի մասին որ խոսենք, այլ հաց ով է ստեղ դևը, ընդհանրապես ու հələ ոչ թե եռագլուխը, չգիտեմ, ինչ գլուխ ասես ունի, բայց այդտեղ կարևորը այդ ժողովուրդ ջան, կարևորը մեր քաղաքացիներին ես խնդրում եմ, որ այս վանդակը, որ սարքել են մեր համար, սրանից դուրս գանք, ժողովուրդ ջան, սիրելի քաղաքացիներ, դուք ունեք ընտրություն, այդ ընտրությունը մենք ենք, ես եմ այդ ընտրությունը, մենք որևէ արտաքին քաղաքական ուժ չենք ներկայացնում, մենք չենք ղեկավարվում, ես ոչ մեկի վրա այս իշխանության նման չեմ գնալու երբեք տղա բերեմ մեր ժողովրդի եւ մարդ բերեմ մեր ժողովրդի վրա, որ մեր ժողովրդի վրա ճնշումներ գործադրեն, այս է կարևորը, հասկանում եք։ Պարոն Թատրյան, տեսեք, դուք խոսեցիք անդիմադիր ուժերի մյուսներին, այսպես